Տնտեսական իրավիճակը հաշվի առնելով հնարավոր է կենսաթոշակները բարձրացնել եւ որքան։ Եթե պետությունը կառավարվի արդյունավետ, ֆինանսները կառավարվեն արդյունավետ, բնականաբար այդ շանսը կա, այդ հնարավորությունը կա, այո։ Ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք ինչ է կատարվում պետական ծախսերի մասով, պետական պարտքը կրկնապատկվել է եւ այդ ֆոնին վարչապետի աշխատակազմի ծախսերը ավելանում են 18 թվականի համեմատ, եթե մենք վերցնենք 25 թվականը, շուրջ 3 անգամ։ Եվ այս պարագայում այդ չարդարացված ծախսերը մոտավորապես 65 միլիոն դոլարի, եթե կրճատվեն, եթե մյուս անարդյունավետ ծախսերը կրճատվեն, որոնք արտահայտվում են պարգևավճարների տեսքով, գործողումների տեսքով, Հայաստանը նման է փոքր ընտանիքի, եւ այս 2 միլիոն բնակչությանը ապահովելը այդքան էլ բարդ գործընթաց չէ, եւ այո, հնարավոր է դա բարձրացնել կենսաթոշակները այնքանով, որ մարդիկ գոնե գոյատևեն այդ աղքատության շեմը հաղթահարեն։ Բացի դա մենք ունենք նաև անարդար կենսաթոշակային համակարգ տարիներ ի վեր, որը չի վերանայվում ցավոք սրտի, կարծում սա անհրաժեշտ է վերանայել, ինչի նկատի ունեմ անարդար կենսաթոշակային համակարգ ասելով, բոլոր նախկին պետական ծառայողները, որոնք չեն ծառայել իրավապահ մարմիններում, նախկին դատավորներ չեն, նախկին ազգային ժողովի падգամավորներ չեն, սահմանադրական դատարանի անդամներ չեն, ստանում են ընդամենը 50,000 դրամ։ Բայց իմ նշած սեգմենտի ներկայացուցիչները, այսինքն նախկին սահմանադրական դատարանի անդամները, իրավապահ համակարգի ուժային կառույցների աշխատակիցները տասնյակ անգամով ավել կենսաթոշակ են ստանում, եւ եթե տեղի ունենա համահարթեցում, գոյություն ունեն նախնական հաշվարկներ, հնարավոր կլինի կենսաթոշակները նաև կրկնապատկել, եթե լինի արդար կենսաթոշակային համակարգ։ Այսինքն չի կարելի տարանջատել, օրինակ, նախկին ֆինանսների նախարարության կամ էկոնոմիկայի նախարարության որևէ նախկին աշխատակցի կատարած աշխատանքը չի կարելի թերագնահատել կամ մյուսին ավելի բարձրացնել։ Բոլորն էլ պետական ծառայողներ են նախկին, եւ այս մասով կա հնարավորություն, նաև կրկնում եմ ամենագլխավորը, ծախսերը պետական պետք է լինեն արդյունավետ։ Հայաստանի տնտեսությունը այն վիճակում չի գտնվում, որ նման շռայլություններ ցանկացած կառավարություն իրեն կարողանա թույլ տալ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ քաղաքացիների կենսաթոշակը 20,000 դրամով բարձրացնելը իմաստ չունի, որովհետև նույնիսկ 20,000 դրամով եթե բարձրացնեն, միևնույն է թոշակառուն չի կարողանա իր բունը տաքացնել, դուք համաձայն եք այդ բանը։ Իհարկե համաձայն չեմ եւ չակերտավոր ավելի լավ առաջարկ կարող եմ անել։ Այդ պարագայում այդ տրամաբանության մեջ թող ընդհանրապես վերացնեն կենսաթոշակները, միևնույն է քաղաքացին իր հարցերը չի կարողանում լուծել այդ 50,000 դրամով եւ բյուջեն կխնայվի։ Իհարկե սա սարկազմով եմ ասում, այդտեղ չկա որևէ մեկնաբանելու բան, սա աբսուրդ է եւ այդ պարագայում մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ տարեվերջին բոլոր падգամավորները ստացել են 3 միլիոն դրամ ուրեմն պարգևավճար, այն պարագայում եւ երբ վարչապետն ասում է, որ այդ 20,000 դրամը որևէ օգուտ չի տալու թոշակառուին, ինչ է դա նշանակում, ես չեմ կարող մեկնաբանել։ Ձեզ որքան պետք է լինի նվազագույն կենսաթոշակ։ Նվազագույն կենսաթոշակը պետք է լինի այնքան, որ գոնե գործող օրենսդրության շրջանակներում այդ նվազագույն զամբյուղը կարողանա ծածկել։ Տեսեք, մենք ունենք գնաճ, բայց այդ գնաճի պարագայում ոչ աշխատավարձերը, ոչ կենսաթոշակները չեն ինդեքսավորվում։ Այսինքն ունենալ գնաճ եւ ունենալ այնքան կենսաթոշակ, որը սպառողական զամբյուղը չի ծածկում, դա նշանակում է մեկնաբանություններն ավելորդ են այդտեղ կարծում եմ, եւ տարբեր առիթներով մենք ասել ենք հետեւյալը, որ նույնիսկ եթե մարդը ստանում է ամսական կտրվածքով 200,000 դրամ, այդ մարդիկ են նույնիսկ աղքատ համարվում, ուր մնաց կենսաթոշակառուն, որը ստանում է 50,000 դրամ կամ ավելի պակաս։ Եվ այս պարագայում սպառողական զամբյուղը, երբ որ նայենք, դա նույնիսկ այդ աղքատություն էլ չեմ կարող համարել, դա մեկնաբանություն չունի ասել, որ ուրեմն այդ կենսաթոշակով մարդիկ կարող են գոյատևել, նույնիսկ գոյատևել չեն կարող։ Սա է խնդիրը։ Այսինքն գոնե մինիմում այդ սպառողական զամբյուղը պետք է ծածկվի կամ մի փոքր ավել կամ ընթացքում գոնե գնաճին զուգահեռ այդ մարդկանց ստացված կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն, վերանայվեն, որը համարժեք կլինի արկա գնաճին։ Մենք հաճախ հարցումներ ենք անցկացնում քաղաքացիների շրջանակում եւ թոշակառուները նույնիսկ ցանկություն են հայտնում աշխատելու, բայց իրենք հնարավորություն չունեն աշխատելու, որովհետեւ ասում են, որ երբ որ իմանում են թոշակառուին, գործատուները չեն ընդունում աշխատանքի։ Այս մասին ինչ։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում դա յուրաքանչյուր գործատու ինքն է որոշում, դա գործատուի ընտրությունն է, ցավոք այդ մասին չեմ կարող ասել, գուցե հնարավոր լինի հետագայում ինչ որ օրենսդրական միջամտությամբ այդ հարցը կարգավորել, բայց
առանձնապես այդտեղ ասելու, մեկնաբանելու ոչինչ չկա, որովհետև նույն տրամաբանության մեջ առանձին գործատուներ պահանջում են կամ առաջարկում են աշխատանք մինչև 30 տարեկաններին, այսինքն նույնիսկ 30 տարեկանից 40 տարեկան կամ չգիտեմ 50 տարեկանները չեն կարողանում աշխատանք գտնել, ուր մնաց թոշակառուներ, այդ հարցը մի քիչ բարդ է, բայց ամեն դեպքում խնդիր է։ Իսկ թոշակառուների զբաղվածության մասով պետական մակարդակով որևէ բան անել հնարավոր է, քանի որ կենսաթոշակը չի բավարարում։ Գիտեք, կենսաթոշակի տարիքի բարձրացման մասին է պարբերաբար խոսվում, բայց դա էլ իր հերթին է դժգոհություններ առաջացնում, այնպես որ դժվար է ասել կենսաթոշակի տարիքը բարձրացնել, մարդկանց ապահովել զբաղվածությամբ, թե չբարձրացնել, դա ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։ Միանգամից այդ հարցին պատասխանելը շատ դժվար է, բայց ամեն դեպքում այս պահին, որ հնարավոր է անել, այո, հնարավոր է կենսաթոշակները բարձրացնել առնվազն 40-50%-ով, բարձրացնել այնքան, որ մարդիկ հնարավորություն ունենան գոյատևելու, հնարավոր է նաև ունենալ արդար կենսաթոշակային համակարգ համահարթեցնելով, եւ այդ համահարթեցման արդյունքում նույնիսկ հնարավոր է կրկնապատկել ըստ նախնական հաշվարկների։